Մեր նպատակը, բունտ նպատակը, միշտ նոր կազմակերպություն բեռնափոխադրումը լինեն մի մագարտակ, մի հարթակի։ Ցավալին է, որ մեր միշտ նոր կազմակերպությունները բարձում են այլազգ հարց չկա, բայց որ թուրք են բարձում բերում են զորամաս, դա վիրավորական է։ Այդ տվյալ անձնավորությունը հայ կոչվել իրավունք չունի։ Պետք է բերվի թե հրապարակ, այդ տվյալ անձնավորությունը վարվի։ Հիմա շատ լուրջ հայտարարություն եք անում, հիմքեր կամ փաստեր ունեք։ Այո։ Միջև անգամ մեր միջնորդ կազմակերպության հետ խոսալուց հերախոսով պերեպիսկեկներ կա, որ ասում է մի մասը Ադրբեջանա, մի մասը Գրուզինա։ Կարում ենք բացենք, ասում ենք մարդ կապ չունի, ուզում ադրբեջանցի լինի։ Այդ ինչ իրավունք ունի այդ մարդը հայ կոչվելու։ Ու այդ ոլորտում աշխատելու։ Այդ վիճակը մեր մոտ լրիվ բարդակ վիճակ է մեր Հայաստանում։ Ինչ իրավունք ունի, որը լինի այդ ամեն ինչը միջնորդ կազմակերպությունը ու բեռնափոխադրում լինի մի մագարտակ, ու լինի կառավարության կողմից վերահսկողություն, այդ տվյալ լոգիստը այդ ոլորտից կփախնի, Հայաստանից կփախնի։ Երբ հանդիպեցիք փոխնախարարի հետ դա ասացիք։ Այդ մենք ասել ենք։ Ասում են, դա բիզնես է, դա միջազգային բեռնափոխադրում է, դա մենք չենք կարա ասենք, գիտես ինչ կա, ասա այդ բարձեք, ընդ այդ մի բարձեք։ Սա ասվել է։ Ու ցույց է տվեցվել, ու մեր մեքենաները դաժե նկարներով նկարել ենք, որ սա ստայանք եկել լիք մեքենաները կայնած է, ուրիշ ազգի գայս մտնում է Հայաստան, բերում է, տանում է, ու մեզի չեն բարձեմ։ Լմիրքը սկսված արդեն հետադարձը գները սարքել են ահավոր ցածր գին։ Ահավոր ցածր գին։ Ինչ է, որ գայս է մեր կի սեզոնը ինչ կապ ունի, մեզի պետք է Հայաստանից Ռուսաստան կապ չունի, հերթ լինի, անհերթ լինի, ֆիքսված գումար լինի, ընդդեմ է ֆիքսված գումարով գա Հայաստան։ Մենք հանդիպում ունեցանք մեր կառավար հետ, այնպես բանում, որ պարոն Սողոմոնյանի հետ հանդիպանք, տարածքային կառավարման հետ հանդիպում ունեցանք, կոնկրետ չեմ հիշում, որ բաժնից էր, ասեց պետքա լինի կիլոմետրաժի արժեքը, եթե չեմ սխալվում, ասեց 500-ից 600 դրամ։ Ասենք մենք համաձայն ենք դրան, բայց այդ գումարը մենք կան ժամանակ չենք տեսել։ Չենք տեսել։ Մի հանդիպում չի եղել, մի քանի հանդիպում ա եղել։ Ու նիչևար այսօր տարվա մեջ իրենք ինչ են պարզաբանում, ինչու է հարցը լուծում չի ստանում։ Այնքան են մեր այդ կառավարությունը անտեղյակ, որ վրացին իրանց ներկայացնում են, որ տրանզիտի գումար կա, էլի վճարում ենք, ասում են 200 լարիա, բայց այս 22 թվից 350 լարիա, 355 լարիա ենք վճարում։ Ստայանք են գիտեն 30 լարիա, բայց 80 լարիա ենք վճարում, որը դրանք էլ իրանք ծախս չեն համարում։ Այդքան հեռու է մեր կառավարությունը բեռնափոխադրումից։ Այդ պետք է որ իրանք լուրջ մոտեցում ցույց տան։ Սա մատների արանքով են նայում, ինչի համար։ Այդ պետք է լինի այդ միջնորդ կազմակերպությունը բեռնափոխադրումը լինի ընդանուր մի մագարտակի, որ պետության կողմից վերահսկողությունը լինի, որ առաջնահերթին ընտրեն մեզի։ Այդ պերեպիսկեկը, որ ասում եմ, ինքը ասում եմ, մարդ կապ չունի կլինի ադրբեջանցի թե թուրք, այդ պերեպիսկեկներ կա։ Այդ տվյալ մարդը ինչ հայ կոչվելու իրավունք ունի։ Իսկ որ ասում եք ճանապարհը փակենք, եթե այսօր չընդունի վարչապետը։ Այսօր չէ, ժամանակ դա։ Մենք ասում ենք երեկո ժամանակ ենք ուզում։ Մինչև շաբաթավերջ մեզի ընդունեն։ Որ այդ ամենը մենք ներկայացնենք վարչապետին, տենանք վարչապետն էլ ինչ որ մի հատ հարցի լուծում տալիս է, թե չի տալիս։ Այսօր դիմում հանձնելու եք։ Դե հիմա ուզում են մենք բարձրանանք վերև, ինչ որ դիմումներ կա տալու կամ հարցազրույցի կա վերևում։ Դե այն ասեից են ասեք, պետքա բարձրանանք, տենանք։ Ոստիկանության ծառայողները նկարում։ Այո, մոտեցել են մեզի, ասել են մենք 5 հոգի պետքա բարձրանանք վերև։ Այդ դա